Նարեկ Կարենիչ, մտել ես արդարանալու ստաբիլ շրջապտույտի մեջ։ Սկզբից բացատրում եւ արդարանում ես եւ արդարանալու ես, թե ինչի եք մանդատները վերցնելու, իսկ դուք մանդատները միանշանակ վերցնելու եք, արդեն բաժանել եք պաշտոնները, թե ով է լինելու փոխնախագահի տեխնացուն, հանձնաժողովների տեխնացուն, խմբակցության ղեկավարը, հիմա էլ այն հիմար սուտ թեզն ես ուզում արդարացնել, թե իբր 300,000 ադրբեջանցիները պետք է գային Հայաստանի Հանրապետություն։ 300,000 ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են, որ թե մեքենաներով, թե գնացքներով ժամանեն Հայաստան։ Ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Չեն գալիս, որովհետև քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չի ստացել։ Մենք հիմա էլ սահմանադրական մեծամասնություն չունենք ազգային ժողովում, կամ քո հիմքը միայն ադրբեջանցիների որոշ միջին կամ չգիտեմ ինչ որ անհայտ մարդկանց ասացնա, վերադարձի մասին, դրա համար որոշել եք, որ մարդկանց ասեք 300,000 ադրբեջանցի է վերադառնում։ Փաշինյանը այսօր իրականացնում է Ալիևի երազանքը։ Տեղ է բացում ադրբեջանցիների համար, մենք ասում ենք 300,000, բայց ես արդեն կասկած ունեմ նույնիսկ 500,000։ Ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Սա 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագրի քարոզչական հնարք է։ Ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, կամ մարդկանց փորձեք էշի տեղ դնել։ Արդեն ձեզ լուրջ չեն վերաբերում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձեզ ձայն են տվել։ Այն մարդիկ, ովքեր ձեզնից փող են վերցրել եւ նյութեր գրել, ում SMS-ով հոդվածներ եք պատվիրել, ձեզ լուրջ չեն վերաբերում, հասկանում ես։ Իսկ 300,000 ադրբեջանցիների թեզի տակից դուք չեք դուրս գալու, այդ ստի համար եւ էլի շատ ստերի համար քաղաքական մեծ պատասխանատվության ճամփա ունեք ասել եմ, ամեն անգամ այդ թեզերը ազգային ժողովում ես ու իմ գործընկերները տալու ենք գլխներիդ հայ ժողովրդին խաբելու եւ վախեցնելու եւ սպառնալու համար։ Այս սուտ ասաններ։